Այսօրվա պատգամը, որ ուզում եմ ձեր հետ միասին խոսել, սա է Աստծո ծառայի բեղմնավոր կյանքը։ Բեղավոր կյանքը չէ, բեղմնավոր կյանքը։ Որոնք ոմանք կարծում են, թե հոգևոր մարդի բեղավոր կյանքն է կարևոր։ Օրինակ տեսել եք, հոգևորներ, որ ասես լավ մորուք են պահում, մի երկու տեղից թռցնում են, ուրիշ ձևի են պահում։ Քահանաները լավ մորուք ու բեղ ունեն, եւ հոգևորությունը դրանով են չափում։ Բայց հոգևորությունը բեղի չափով չէ, սրտի չափով է, նվիրման չափով է։ Ահա թե ինչու այսօրվա պատգամը ես այսպես է սրտից դրված եղել անվանել Աստծո ծառայի բեղմնավոր կյանք։ Տեսեք օրինակ կան մարդիկ, որոնք իրենց աշխատանքի մեջ վաստակավոր եղան։ Կան մարդիկ, որոնք սովորական եղան։ Օրինակ, ով է դառնում վաստակավոր։ Ով ներդնում է իր ամբողջ ուժը, ժամանակը եւ տաղանդը։ Համաձայն եք սրան թե ոչ։ Օրինակ կան վաստակավոր մանկավարժներ։ Եվ գիտեք, որ դրանք Հայաստանում քիչ են։ Օրինակ մեր ամբողջ ռայոնի մի քանի վաստակավոր մանկավարժ կա, որից մեկը մեր Սարգսյան Մարևշատն է։ Ըստ ձեզ ինչ կար այդ մարդի մեջ յուրահատուկ, որ վաստակավոր դարձավ հազարավոր ուսուցիչների մեջ։ Ով կասի։ Նվիրվածությունը իր աշխատանքին, եռանդ նվիրվածություն իր գիտելիքներին, ջանք չէր խնայում, այդ ամենը նաև փոխանցել աշակերտներին։ Եվ դրա համար մեր դպրոցի շատ աշակերտներ դարձան օլիմպիադայի չեմպիոններ։ Արժե՞լ ես մարդին մի հատ ոսկե մեդալ տալ։ Արժե։ Բայց այդ դասատուն, որ էշ բաներ չի արել, մեր գուշամ գնաց երեխեքի խապ է, ժամը սաղցել էր ու գնացել է տուն։ Ինչի պետք է նրանց վաստակները նույնը լինի։ Եվ զարմանալի չէ, որ լավագույն ուսուցիչները իրենց աշակերտներին դարձնում են նույն այն մասնագետը, որը որ իրենք էին։ Կարողանում էին իրենցը ներարկել աշակերտի մեջ։ Օրինակ ես սիրեցի մաթեմատիկան, որովհետև իմ ուսուցիչը մնացակայան ժորանն էր։ Այդ մարդը կարողանում էր իր գիտացածը այնպես ասել, որ մաթեմատիկան աչքից ամուր մի հատ բան էր դառնում։ Բայց մի ուրիշի աչքից համակ ու չոր թվերի մի հատ ինչ-որ հավաքածու է, նստի չաչի, որ մի հատ x ու y-ի պատասխան իմանաս։ Մեկի մոտ սա դատարկ բան է, մյուսի մոտ շատ հետաքրքիր։ Համաձայն եք սրան։ Գիտեք, կան ուսուցիչներ, որոնք ձեր կյանքում եղել են ուսուցիչներ, որոնք մոռացվել են։ Իսկ չեք էլ հիշում, որ այդպես դասատու եղել է։ Ուրեմն նշանակում է նրա ազդեցությունը եւ վաստակը քո կյանքում այնքան աննշան է եղել, որ նույնիսկ նրա անուն ազգանունը չես հիշում։ Մի օր մի ուսուցիչ կար, ազգանունը չեմ ասի։ Ճանապարհին հատկվեցի, ասի բարև ընկեր ես ինչի եմ, բայց սխալ ասեցի ազգանունը։ Ասես տղա ջան, ազգանունս էլ ես մոռացել։ Այո։ Բայց մնացական ժորայի ազգանունը չեմ մոռացել։ Շատերը Սարգսյան Մարևշատի ազգանունը չեք մոռանալ։ Շատերը շատ ուսուցիչների ազգանուններ չեք մոռանալ։ Դուք շատերը շատ հավատացյալների անուններ չեք մոռանալ։ Վիլկերսոնի անունը չի մոռացվի։ Գիտեք որ չի մոռացվի։ Բենինի անունը չի մոռացվի։ Մոնկեի անունը չի մոռացվի։ Վիկելսվորդի անունը չի մոռացվի։ Ասու շատ մեծ ծառաներ կան, որոնց անունը չի մոռացվի։ Բայց ծառաներ կան, որոնց անունը ոչ մեկն էլ չգիտի։ Ես ուզում եմ, որ դուք այնպեսի անուն ունենաք, ոչ թե անուն վաստակելու համար, այլ ձեր վաստակը բարձրացնի ձեր անունը նախ Աստծո աչքին, եւ հետո ձեր անունը ոսկե տառերով գրվի Աստծո թագավորության մեջ։ Որ հետո երբ որ մենք գնացինք ընտեղ մեր բեղմնավոր կյանքի վաստակը վայելենք եւ ասենք, ինչ մեծ ես դու, փառք ես ամեն իշխան։ Փառք Տիրոջը սրա համար։ Նույն ձևով կարող է մեկը լինել վաստակավոր բժիշկ։ Կարող է թե ոչ։ Բժիշկներ կան, որ ուղղակի բժիշկ են, բայց բժիշկներ կան, որոնք վաստակավոր են։ Օրինակ ես ճանաչում եմ, այդպեսի մասնագետներ կան, ինձ ընկերներ են։ Անընդհատ կապված են ինտերնետի հետ, որպեսզի իրենց գիտելիքները թարմացնեն բժշկական։ Իսկ բժիշկներ կան, որ 200 տարի առաջ ինչ-որ սովորել են, հələ մինչև մի տեղերն են նշանակում, որոնք հակացուցվել ու դուրս են եկել տեղատներից։ Ես մտա տեղատուն մի հատ տեղ վերցնելու, այդ ապտեկայի աշխատողն ասեց Ախպեջան, ես տեղը վաղուց, փոխվել է, ես տեղով։
Ասի բեդ, տնաշեն բժիշկ խաբար չէ։ Գիտեք ինչու խաբար չէ, որովհետև ինքը կապ չունի գիտության հետ, ինքը մի հատ գարդոնի կտորի հետ է կապ ունեցել, որը ունեցել է, եղել է բժիշկ, ու տենցել կմնա նախնադարյան բժիշկ։ Բայց լավագույն բժիշկները կապվում են ինտերնետի հետ, լավագույն հոգևորները կապվում են երկնային ինտերնետի հետ, իրենց սայթերը անընդհատ լցնելու նոր, հրաշալի հոգևոր ինֆորմացիաներով։ Իսկ նրանք, ովքեր բավարարում են սովորական քրիստոնեական այսօրվա առօրյայով, նրանք կմնան գաճաճ, նրանք գաղջ քրիստոնեություն կապրեն եւ վաստակի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Գիտնականներ եղան, որոնք վաստակավոր եղան։ Գիտնականներ եղան, որոնք պրոստո անուն ձեռք բերեցին գիտնականի։ Օրինակ, ովքեր են լսել Էդիսոնի անունը։ Էդիսոնի անունը ոչ մեկի չեք լսել, գոնե մի քանի օքի լսել են։ Գիտեք Էդիսոնը մի ժամանակ որ դպրոցական է եղել, իր դասատուն ասել է, որ քեզնից մարդ դուրս չի գա։ Բայց հետո այդ Էդիսոնը դարձավ 1000-ից ավել գյուտերի հեղինակ։ 1000-ից ավել ինքը գյուտեր ստեղծել երկրի վրա։ Այս լամպը որ կա էլեկտրական Էդիսոնի գյուտն է։ Հրաշալի չեն այդպիսի մարդիկ։ Արժանի չեն, որ նրանց անունը հիշվի։ Արժանի չէ, որ նրանց նկարները կպցվի պատի։ Արժանի։ Բայց մարդիկ կան, որոնց նկարը որ կպցնեն կամաչ է։ Ասեք սրա նկարը չի կպցնի։ Մեկ դեպուտատներ որ նկարներում զարմանում ասես սրա նկարներ են կպցրել։ Այո, կպցրել են։ Կպցրել են, որ լավ գործ կպցնեն։ Մինչ վաստակավոր կյանք ուրիշ բան է։ Կարող է մեկը լինել վաստակավոր հավատացյալ, մեկը լինել պրոստո հավատացյալ։ Հետաքրքիր է, քո մեջ մատ իքուրա։ Ես Աստծո թագավորության մեջ վաստակ ունեմ, թե պրոստո հավատացյալ եմ։ Ինչպես գիտեն ինձ մարդիկ, ինչպես գիտեն ինձ երկնքի հրեշտակները, ինչպես գիտի ինձ Աստված։ Ինչով են տարբերում սրանք իրարից, իրենց ներդրումներով եւ նվիրումներով։ Հադսոն Թեյլորը ինքը եղավ Չինաստանի միսիոները։ Մի մեծ արշավախմբով գնացին Չինաստան Քրիստոսի ավետարանը քարոզելու, բոլորը չդիմանալով այդ դժվար պայմաններին չինական, փախան, հետ եկան Եվրոպա, մնաց մենակ Թեյլորը իր ընտանիքի հետ միասին։ Եվ իր ընտանիքն էլ կորցրեց Չինաստանում։ Ինքը մնաց մենակ ընդդեմ ամբողջ Չինաստանի, բայց Աստված նրա միջոցով բազմահազար մարդկանց սրտերը թեքեց դեպի Քրիստոսի ավետարանը։ Հետաքրքիր է, կյանքը անցավ գնաց։ Հիմա Թեյլորն էլ է երկնքում, ընդունենք թե իր հետ եղած արշավախմբի հավատացյալներն էլ են երկնքում, որի վաստակն է մեծ Աստծո առաջ։ Ոմանք պրոստո փրկվեցին կրակից, ոմանք պետք է վայելեն Տիրոջ երեսի լույսը։ Ահա ինչ է նշանակում վաստակավոր ծառան լինել Աստծո եւ ունենալ բեղմնավոր կյանք։ Ովքեր համաձայն են բեղավոր կյանք չունենալ, այլ բեղմնավոր։ Շատ լավ։ Ուրեմն քո բեղմնավոր կյանքը կախված է քո Աստծո հետ, քո ունեցած ճիշտ եւ լուրջ փոխհարաբերությունից։ Ուրեմն Աստծո հետ դու պետք է ունենաս ճիշտ փոխհարաբերություն եւ լուրջ փոխհարաբերություն։ Բայց կարող է լինել թավաքյալի փոխհարաբերություն, ինչպես մի նեղացեք, որ մեր եկեղեցու շատ անդամներ հենց այդ հարաբերության վրա են կառուցում իրենց հոգևոր կյանքը։ Աստծո խոսքը եւ Աստծո կամքը պետք է մեր մեջ գրավեն իրենց պատվավոր տեղը։ Տեղ կարող է ունենալ քո մեջ, բայց պատվավոր տեղ չունենալ։ Ովքեր գիտեն, որ կան պատվավոր տեղ, կա պրոստո տեղ։ Օրինակ մենք որ հյուրեր ենք ունենում, ասում ենք այսքան տեղը մարդ մի նստի։ Ինչու՞, որովհետեւ սրանք կարծես պատվավոր տեղեր են։ Կենտրոնական, լավ տեսանելի, չէ՞։ Իսկ տեղ կա պրոստո տեղը։ Ինչպես քո հյուրը իրեն հարգված կզգա, որ կա ասես պրոստո մի տեղ գտի նստի։ Ինչպես Աստված իրեն պատվավոր կզգա քո սրտում, եթե դու պրոստո ինչ-որ մի տեղ ես տվել ուղղակի ասում, ինչպես նույն տեղը տվել էր նաև հարևանին, բարեկամին, ամբարիշտին, չգիտեմ, ինչ-որ մի բանի։ Աստծո տեղը քո սրտում պետք է լինի պատվավոր։ Աստծո խոսքը քո սրտում պետք է լինի պատվավոր։ Աստծո կամքը քո կյանքում պետք է լինի պատվավոր, տարբեր բոլորից, ամեն ինչից։ Սա առաջին նախապայման է, որ դու կարող ես ունենալ բեղմնավոր կյանք։ Այլապես դու պրոստո ուղղակի կյանք ունենաս։ Ասա, Աստծո խոսքը քո հոգևոր կյանքի բենզինն է։ Հացը, ջուրը, էներգիան։ Այդ կողքինի տասից է, չէ՞։ Ասա, առանց Աստծո խոսքի լիցքավորման դու կնմանվես անփամփուշտ դրացանի։
Դու կդառնաս առանց անտենա հեռուստացույց։ Դու կդառնաս առանց շարժիչ ավտոմեքենա։ Իսկ նման ավտոմեքենաները առաջ չեն շարժվում։ Եթե մենք ակումուլյատորը, մարտկոցը էլեկտրական ժամանակ առ ժամանակ չլիցքավորենք, այդ մարտկոցը շարքից դուրս կգա, կդառնա սովորական մի հատ ուտիլ։ Կդառնա աղբ, ոչ մի բանի պետք չէ կող։ Այնպես որ մենք կարիք ունենք լիցքավորման, եւ եթե դու իմ սիրելի քույր ու եղբայր հոգնել ես Աստվածաշունչ կարդալուց կամ ձանձրացել ես, ուրեմն դու կարիք ունես Աստծո։ Դու կորցրել ես քո հոգևոր էներգիան, եւ այդ ամենը դու անում ես կամ արել ես որպես լոկ ուղղակի պարտականություն, իսկ պարտականություններից հոգնում են, կյանքից չեն հոգնում։ Որևէ մեկը հաց չի ուտում որպես պարտականություն, հաց ուտում ենք որպես պահանջ։ Ոչ մեկը ջուր չի խմում որպես պարտականություն, ջուր խմելը մենք զգում ենք որպես պահանջ։ Եվ Աստծո խոսքը, եթե դու կարդում ես որպես պարտականություն, մի օր դու կհոգնես այդ կարդալուց։ Միջ կյանքի հաց երբ եղավ քեզ համար, դու երբեք դրանից չես ծանրանա ու չես հոգնի։ Ով կասի ամեն։ Ամեն։ Շատ լավ։ Եթե հիվանդը հաց չի ուտում, դրան ասում են լավ է, մի կեր, թե ասում են չէ, կեր։ Եվ եթե մեկը հաց չի ուտում, ուրեմն հիվանդ է։ Հիվանդը կարիք ունի ուտելու, որպեսզի զորանա։ Այսպես էլ մեր մեջ Աստծո խոսքը։ Ուրեմն հիվանդին բուժում է պետք, կողքինի տասա, քեզ էլ է բուժում պետք։ Եթե իհարկե քո մեջ Աստծո խոսքը դարձել է արդեն ձանձրալի։ Ովքեր գիտեն, որ հարկադրված ճաշը համով չէ։ Պատայել է, որ հյուր եք եղել կամ տեքուս տան, դե չէ, տանը կարող է ասես չեմ ուտի, որտեղ տունը ռիսկով ես։ Հյուր ես եղել ինչ-որ մի բան գովացին, մի օր մի տեղ եղանք էշի քյուվտա են ասում, ինչ են ասում, նեմպես իշ քյուվտա։ Հա գոված կեր շատ համով ասեն են տին ուտել, նա դեն թապով կտորեր տրեց, մի կտոր կերը ասես ինչ բերեր դրեցին վրա, ես նոր տարում, ես սեղանի վրա ամեն ինչ հրաշալիք ես, էշ քյուվտեն տվեցին իմ դեղը։ Շատ տհաճ էր։ Համաձայն եք։ Բայց երբ մի բան սիրում ես, հաճույքով ես ուտում եւ քաղցած ես, այդ հացը դառնում է քեզ համար շատ համով։ Եվ Աստվածաշունչն ասում է, որ սոված մարդին լերի խոթնել անուշ է, բայց կուշտ մարդը մեղրախորիչն էլ կարող է արհամարել։ Առաջին Տիմոթեոս 4:13-ում ինչ է ասում Պողոս առաքյալը։ Լսեք, մինչև իմ գալը միտք դիր կարդալու, հորդորելու, սովորեցնելու։ Այս երիտասարդ հովվին Պողոս առաքյալը խորհուրդ էր տալիս, միտքը դիր, ասա կարդալու, հորդորելու, սովորեցնելու։ Ինչ եք կարծում, ինչու էր նա անդադ ասում կարդա։ Միթե Տիմոթեոսը չէր կարդացել Աստվածաշունչ կամ չգիտեր Աստծո խոսք։ Վստահ եմ, որ գիտեր, նա այդ ամենը գիտեր դեռ մանկուց, բայց նա ուզում էր ասել, քեզ անհրաժեշտ է միշտ նոր կայծ, նոր հայտնության կրակի համար։ Կողքինդ ասա, քեզ անհրաժեշտ է Աստծո խոսքի նոր կայծ, հայտնության նոր կրակ ստանալու համար։ Մենք, որ ավտոմեքենաները աշխատացնում ենք շարժիչը, ունի կայծ, սվեչաները կայծ է տալիս, ամեն անգամ, երբ որ այդ մխոցը բարսարում է վերին մերյակեր, մի հատ կայծ է տալիս, որ բեզինը պայթի ու բռնկում անի, որ քո շարժիչը դնի աշխատանքի մեջ։ Մենք կարիք ունենք, որ մեր կյանքը լեցվի ճիշտ բանվորական խառնուրդով, որ մեր այդ կայծը, որ կա Աստծո խոսքի, ճիշտ հայտնություն բերի մեր մեջ, նոր շարժ ստանալու համար։ Ով հասկացավ իմ ասածը։ Ոչինչ, չհասկացաք, անցնենք առաջ։ Երկրորդ Տիմոթեոս 3:14 Իսկ դու հաստատ մնա այն բանի մեջ, որ սովորեցիր, որին հավատարիմ եղար։ Ուշադիր լսեք այս բառերը, սրանք առանց նշանակության բառեր չեն, շատ կարևոր են։ Իսկ դու հաստատ մնա այն բանի մեջ, որ սովորեցիր եւ որին հավատարիմ եղար։ Ուրեմն մենք կարիք ունենք հավատարիմ լինելու մեր սովորած բաներին եւ հաստատ մնալ դրանց մեջ։ Գիտես թե ումից ես սովորել, որովհետեւ մանկուց գիտես սուրբ գրվածքները, որոնք կարող են իմաստուն դարձնել քեզ փրկության համար այն հավատի միջոցով, որ է ի Քրիստոս Հիսուս։ Ինչ հրաշալի համար էր։
Երկրորդ Տիմոթեոս 3:14։ Ումից էր սովորել Տիմոթեոսը, Պողոս առաքյալից, ումից էր սովորել։ Տեսեք ումից էր սովորել։ Նա սովորել էր իր տատիկից եւ իր մորից։ Իսկ Պողոս առաքյալը ընդամենը հասունացրել էր այն։ Հիշեք, եկեղեցում ձեր գիտելիքները հասունանում են, դուք չեք սովորում եկեղեցում։ Դուք պիտի սովորեք տանը, ծնկների վրա ձեր Աստվածաշունչը կարդալուց եւ աղոթելուց։ Երբ դուք սովորում եք տանը, եկեղեցում շատ հեշտ է այն հասունացնելը։ Աշակերտը եթե տանը չի սովորում իր դասերը, ամենալավ ուսուցիչը բերեք աշխարհի, այդ աշակերտին չի կարող գիտելիք սովորեցնել։ Դու կարիք ունես տունը նորից վերլուծելու այդտեղի սովորածը։ Դրա համար ովքեր որ գրիչ ու թուղթ Աստվածաշունչ ունեն, նրանք գրում են երկու տող գոնե։ Հետո այդ երկու տողը պետք է գա իրենց վերլուծել։ Եթե չէ գոնե գրում են, իսկ դեպուտատի պես, ինչի եմ ասում դեպուտատի, որներ մեր դեպուտատները ոչ թուրք ունեն, ոչ գրիչ, ոչ էլ գալիս են։ Այս փողոց տանում են։ Եթե մենք այսպես ենք, մենք ոչ մեր ազգին օգուտ կտանք, ոչ մեր եկեղեցուն օգուտ կտանք, ոչ էլ մեզ օգուտ կտանք։ Մտաբերում եմ այն անկեղծ հավատը, որ քո մեջ է, որը նախապես կար քո տատի, Լավոդեի եւ քո մոր Եվնիկեի մեջ, վստահ եմ, որ քո մեջ էլ կա։ Փաստորեն իր տատը եղել է աստվածապաշտ մարդ եւ իր ամբողջ կարողությունը իր սովորածը փոխանցել էր իր աղջկան Եվնիկեին։ Եվ հիմա էլ տատու աղջիկ իրենց ամբողջ ունեցածը փոխանցել էին փոքրիկ Տիմոթեոսին, մանկուց սկսած։ Դրանք իրենց հոգևոր հարստությունը որպես գանձ փոխանցել էին իրենց թորնիկին եւ զավակին։ Գիտեք, Դավիթն էլ իր Սողոմոն որդուն ինչ փոխանցեց որպես հարստություն։ Նա ասաց, որ ուշադրությունը չդնես այդ ոսկի արծաթների վրա, այլ քո տերասուն փնտրես քո ամբողջ սրտով եւ կատարյալ կամքով, հոշար կամքով նրան ծառայություն անես, որովհետեւ եթե նրան փնտրես կգտնես, իսկ եթե նրան մերժես կամ թողնես, նա էլ քեզ թողնի հավիտյան։ Երանի այն ծնողին, որ իր զավակին սա է խրատում, որ իր զավակին սովորեցնում է աստվածապաշտություն, որ իր զավակին սովորեցնում է Աստծո խոսք, բայց դու պիտի իմանաս դա, որ սովորեցնես։ Ահա սա է պատճառը, որ թե տատիկի, թե իր մոր Եվնիկեի եւ թե Տիմոթեոսի կյանքը դարձել է բեղմնավոր կյանք։ Եվ Պողոս առաքյալը պատահական չէ, որ Փիլիպպեցիների թղթում ասում է. «Չունեմ մեկը սրտակից եւ հարազատ, որ հոգ անի ձեր մասին, քանզի ամենքն էլ իրենց շահն են փնտրում եւ ոչ թե Հիսուս Քրիստոսին է»։ Եվ այդ մեկը, որի վրա ամբողջ Փիլիպպեի եկեղեցում հույս էր դրել Պողոս առաքյալը, այդ երիտասարդ Տիմոթեոսն է։ Ինչու՞։ Որովհետև Տիմոթեոսն ուներ բեղմնավոր հոգևոր կյանք, որովհետև նրա մեջ բնակվում էր կենդանի ասո կենդանի խոսքը, որ իրեն սովորեցրել էր իր մայրը ու իր տատը։ Եսա պտղաբեր դարձեց իր կյանքը։ Շատ շատերը կային, որոնք եկան ու անցան քամու պես, հետ չթողնելով երկրի վրա։ Միշտ Տիմոթեոսը դարձավ Պողոս առաքյալի ամենալավագույն գործակիցը։ Ասա, Աստծո խոսքը հավատի սերմ է։ Հավատի ծնողը եւ նրան շարժման մեջ դնողը։ Այն է քո ապագա բոլոր հաջողությունների բանալին։ Շատ լավ։ Տեսեք Տերը ինչ ասաց Հեսուին։ Հեսու առաջին գլուխ 5-ից 8-ն եմ կարդում։ Ոչ մի մարդ չկարողանա քեզ քո կյանքի բոլոր օրերում դեմ կանգնել։ Այ քեզ բան։ Քո կյանքի բոլոր օրերում ոչ մի մարդ չպետք է լինի, որ կարողանա քեզ դեմ կանգնել, ով Հեսու։ Ինչու՞։ Ով կուզի որ Տերը քեզ էլ այդպես ասի։ Եթե ալենք ասի ով անե կամ ով Ասմիկ, քո կյանքի բոլոր օրերում ոչ ոք չկարողանա քեզ դեմ կենալ, բոլորս կուզենանք, բայց շարունակեմ։ Ինչպես Մովսեսի հետ էի, քեզ հետ էլ կլինեմ, քեզ չեմ թողնի եւ քեզ անտես չեմ անի, զորացիր եւ քաջ եղիր։ Որովհետեւ այս ժողովրդին դու պիտի շարունակես այն երկիրը, որի համար սրանց հայրերի երթում արի սրանց տալու համար, միայն թե զորացիր եւ շատ քաջ եղիր։ Շարունակում է, որ պահես ու անես այն օրենքի պես, որ իմ ծառա Մովսեսը քեզ պատվիրել է,
նրանցից չխոտորվես աջ կամ ձախ, որ ամենումն էլ խելամուտ լինես, ուր որ գնում ես։ Հետաքրքիր է, Հեսուն ինչով պետք է քաջ լինել։ Եվ դեռ ավելին, երկրորդ տեղն ասում է, զորացիր եւ շատ քաջ եղիր։ Հա՞։ Ինչով պետք է նա զորանար, որպեսզի քաջ լիներ։ Եվ ոչ ոք քո կյանքի բոլոր օրերում չկարողանա քեզ դեմ կենալ, քեզ անտես չեմ անի, քեզ հետ կլինեմ եւ դու պիտի շարունակես։ Միայն թե այստեղ հարցական կա։ Այս ամենը կլինի քեզ համար միայն թե այստեղ կարևոր բան կա, եթե անես, չէ՞, այն ամենի պես ինչ որ քեզ պատվիրվեց որ անես։ Դու չես կարող բեռնավոր կյանք ունենալ, եթե վերոհիշտյալները արհամարես։ Որն է այն։ Ասա բարձրաձայն, որ պահես ու անես։ Չխոտորվես աջ ու ձախ։ Խելամուտ լինես քո բոլոր քայլերում։ Խելամուտ լինես քո բոլոր քայլերում։ Նոր միայն Աստված կասի, քեզ ոչ ոք չկարողանա դեմ կենալ քո կյանքի բոլոր օրերում։ Բայց ինչպես։ Ինչ է ինձ անհրաժեշտ այս ամենը անելու համար։ Նորից պիտի բարձրաձայն ասես, այսօր բարձրաձայն շատ բաներ կասենք, բայց կողքինիդ ասա։ Ասա, այս օրինաց գիրքը քո բերանից չհեռանա։ Այս օրինաց գիրքը քո բերանից չհեռանա։ Այլ գիշերու ցերեկ նրա վրա մտածես։ Այլ գիշերու ցերեկ նրա վրա մտածես։ Որ պահես ու կատարես նրա միջի գրվածի պես։ Որ կատարես ու պահես նրա միջի գրվածի պես։ Որովհետև այն ժամանակ քո ճանապարհները հաջողակ կանես։ Որովհետև այն ժամանակ քո ճանապարհները հաջողակ։ Եվ այն ժամանակ խելամուտ կլինես։ Եվ այն ժամանակ խելամուտ։ Ուրեմն սրանից մեկը դառնում է մյուսի հետևանքը։ Այսինքն, քո ճանապարհները կլինեն հաջողակ, եթե դու խելամուտ լինես։ Ասա այն աջ կողքի, քո ճանապարհը կդառնա հաջողակ, եթե խելամուտ լինես։ Դες մյուսին ասա, խելամուտ կլինես, եթե վարվես սուրբ գրքի գրվածի պես։ Խելամուտ կլինես, եթե վարվես սուրբ գրքի գրվածի պես։ Մյուսին ասա, դու սրա միջի գրվածքը կհասկանաս, եթե նրա գիշեր ու ցերեկ խորես։ Դու սրա միջի գրվածքը կհասկանաս, եթե նրա վրա Ես դեմից բզբզեի թող հետ դառնա նայեք քեզ։ Ասա, գիշեր ցերեկ նրա վրա կմտածես, եթե այս օրինաց գիրքը քո բերանից չհեռանա։ Գիշեր ցերեկ նրա վրա կմտածես, եթե այս գիրքը։ Իսկ եթե մարդի բերանից ու աչքերից չի հեռանում հեռուստասերիալները, մարդիկ նույնիսկ աղոթում են, ես զարմացա, մի անգամ ասին բոլ ծիծաղեցին։ Ասեց հոգս էր դնում, աղոթում էր, թե սերիալի միջի, չգիտեմ, Շենարիոն, չգիտեմ, Չենարիոին առնի։ Ինչ է ուրա գնացի հավատացյալն ասա, աղոթում որ սերիալի մեջ ինի գոնի դրան հասնի։ Կարող ենք նրան բերել դնել Նավեյան Հեսուի կողքին, բոլորովին։ Չենք կարող։ Շատ լավ։ Եվ Տերը նորից կրկնում է իր խոստումը եւ իր խոսքի հնասանդվելու հետևանքները։ Լսեք ուշադիր խնդրում եմ։ Ահա քեզ պատվիրում եմ զորացիր եւ քաջ եղիր։ Մի վախեցիր ու մի զարուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ ուր որ գնաս։ Երեք անգամ այս մի քանի համարի մեջ Տերը կրկնեց. զորացիր եւ քաջ եղիր, զորացիր եւ շատ քաջ եղիր, զորացիր եւ քաջ եղիր։ Ինչով զորանամ։ Ասա Աստծո խոսքով։ Աստծո խոսքով։ Աստծո խոսքը քո զորությունն է։ Աստծո խոսքը իմ զորությունն է։ Աստծո խոսքը քո խելամտությունն է։ Աստծո խոսքը իմ խելամտությունն է։ Աստծո խոսքը քո հաջողության բանալին է։ Աստծո խոսքը իմ հաջողության բանալին է։ Այն է քեզ բեռնավոր ու պտղաբեր դարձնելու։ Այն է ինձ բեռնավոր ու պտղաբեր դարձնելու։ Շատ լավ, բեռնավոր։ Ինչ է նշանակում բեռնավոր։ Նշանակում է լի, հրի, լավագույնը ծնելու բոլոր հավանականությամբ։ Դուք տեսել եք հրիկին։ Լիքնա։ Ասում եք, որ նա շուտով կծնի, որովհետև կա այնտեղ ծնելու բան։ Ինչ կծնես դու Աստծո թագավորության համար, երբ ամուլ է քո հոգևոր արգանդը։ Դու ոչինչ չես ծնի։ Գիտես ինչու։ Որովհետև քո մեջ չկա կենթանի Աստծո կյանքի սերմը, որ է Աստծո խոսքը։ Իսկ Աստծո խոսքից ենք մենք վերստին ծնվում, Աստծո խոսքով ենք զորանում, Աստծո խոսքով ենք հաղթում եւ Աստծո խոսքն է մեր մեջ բերում իրական հավատք Աստծո նկատմամբ։ Բեռնավորը ծնում է, իսկ ամուլը ոչ։ Բեռնավորը իր մեջ սերմ ունի եւ այդ սերմը Աստծո խոսքն է։ Ով կասի ամեն։ Ամեն։ Ուրեմն հողի մեջ ընկած ամեն սերմ անմիջապես պտուղ չի բերում։ Պտուղ բերելու համար անհրաժեշտ է համապատասխան պայմաններ եւ ժամանակահատված։ Աղջիկն էլ որ ամուսնանում է անմիջապես երեխա չի բերում։ Դրա համար անհրաժեշտ է ժամանակահատված եւ համապատասխան պայմաններ։
Հիշում եմ, ես որ նոր ամուսնացել էի, փոքր աղբերս դնոց ասում էր, ես բայեպ երեխա բերես, այդ ամբերել երեխան բերելու ժամանակը, գիտեմ որ եկավ մեր տունը, հաջորդով գետա մի հատ խանութ բերի։ Այսպես չի, մեզ պետք է Աստծո համար ստեղծել համապատասխան պայմաններ։ Եվ ժամանակն է, որ նաև բերի իր պտուղը։ Սաղմոս առաջին 1-3։ Այսպես էր ասում Դավիթը. երանելի այն մարդը, որ ամբարիշտերի խորհրդի մեջ չի գնում, եւ մեղավորների ճանապարհների մեջ չի կանգնում, եւ ծաղր անողների աթոռի վրա չի նստում։ 3 կետեր են, որոնց վրա ուզում եմ ուշադրություն դարձնել։ Առաջին, ամբարիշտների խորհրդի մեջ չի գնում։ Դու քեզ անալիզ արա։ Մեղավորների ճանապարհների մեջ չի կանգնում, եւ ծաղր անողների աթոռի վրա չի նստում։ Քանիստեր կան մեր մեջ, որ շատ անգամ ավելի ամբարիշտների խորհրդների մեջ են, քան թե Աստծո գործի։ Քանիստեր կան մեր մեջ, որ շատ անգամ աշխարհի տրադիցիաներով են ապրում, քան թե Աստծո խոսքով։ Աշխարհի ոչ մի տրադիցիա բան չեն թողի։ Եթե այստեղ լինի Աստծո որևէ ամենալավ ծառայությունը մի տեղ լինի մի հատ ինչ որ մի կտոր միս ուտելու արարողություն ինքը կգնա այդ միսը կուտի։ Որովհետև ինքը Աստծո խոսքի արժեքը, Աստծո եկեղեցու, Աստծո ներկայության արժեքը չի հասկանում։ Քանիստերը մեր մեջ կարող են լինել, որ ավելի շատ զբաղված են ամբարիշտների աթոռիներ նստելով, ամբարիշտների պատերի տակ նստել բան ասելով, ամբարիշտների հետ նստել կարտ խաղալով, ամբարիշտների հետ նստել երկար ժամանակ նարդի խաղալով։ Այսպես բաներ կարող են անել, աշխարհիկ զբաղված լինել։ Մի սուր գիրքը նրանց կյանքում մղվել է երկրորդական պլան։ Այսպիսիներին Աստծո խոսքը չի ասում հաղթող, այլ ինչպես Հոբի եղբայրը հիշեցրեց մի քանի օր առաջ երիտասարդականում, ասեց, այսպիսիներին Աստծո խոսքն ասում է աշխարհասեր ու շնացող։ Ինչ բեղնավոր կյանքի մասին մենք կարող ենք խոսել։ Այս վերջերս մի քանի անգամ արդ եղավ մեքենայով վերցրեցի։ Հավաքույթի չէր գալիս։ Հարցի ասի ուր ես որ չես գալիս։ Ամեն դե շատ եմ սիրտը սառել է, բայց կարող է ժամերով նստել խաշմիրուկներին կարտ խաղալ։ Հավատացյալներից էլ ամոթ են չեն զգում ծխելու կամ խմելու, այսինքն արդեն լիարժեք իրենց ամբարիշտ են զգում։ Այո, սիրտը սառել է, բայց ուզում ես իմանալ, թե ինչ է քո վերջը։ Ես կասեմ, ես եկեղեցում եղած յուրաքանչյուր ամբարիշտ հավատացյալի քո վերջը Աստվածաշունչը չի ասում երանելի, քո վերջը ասում է ահա այն ինչ հիմա կուզենամ կարդալ։ Ամբարիշտերին քամին ինչպես դարմանի մղեղ ցրիվ է տալու։ Սրա համար ամբարիշտները չեն կանգնելու դատաստանի մեջ եւ ոչ էլ մեղավորները արդարների ժողովի մեջ, որովհետեւ Տերը ճանաչում է արդարների ճանապարհը, բայց ամբարիշտերի ճամփան պիտի կորցվի։ Սարի։ Երբ է կրակը հանգում, երբ է կրակը մարում, երբ նրա վրա չես ավելացնում համապատասխան վառելիքը։ Ամենալավ օջախի վրա փայտ չտնեք կհանգի։ Ամենալավ կրասինգի մեջը նավթ չլցնեք կհանգի։ Ամենալավ գազի բալոնը եթե վերջացավ չլիցքավորեք կհանգի։ Ամենալավ Mercedes-ն ու Jeep-ը որ բենզինը վերջացավ կհանգի։ Միթե Աստծո մարդը կարիք չունի Աստծո բենզինին անընդհատ լիցքավորվելու, որ միշտ քո շարժիչը աշխատի եւ առաջ շարժվեց։ Մենք կարիք ունենք սրա։ Հանգելու մեղավորը ուրիշները չեն։ Իսկ նմանները որ նստես գիտեք ինչպես կդատեն այս եկեղեցին ու ինձ։ Կարծես իրենց Աստծո հետևից չգալու պատճառը ես եմ։ Ես չեմ, դուք եք։ Մի հատ խոսքա չեմ ուզում ասել։ Որ ասում են ինա տանեն, չգիտեմ ումը։ Փորձվում ես դու։ Ինչև է։ Եկեք մենք այս ամբարիշտ հավատացյալ հասկացողությունը մի կողմ տնենք, գանք նրանց, ովքեր որ առաջի Սաղմոսի առաջի 3 խոսքով են ապրում։ Նրանք ամբարիշտների խորհրդի մեջ չեն գնում, նրանք մեղավորների ճամփեքի մեջ չեն կանգնում, նրանք ծաղր անողների նստած աթոռին չեն նստում։ Բա ինչ են անում ասա։ Հա՞։ Լասա բա ինչ են անում։ Ասեմ, այ նրա կամքը Տիրոջ օրենքի մեջ է։ Եվ ցերեկ ու գիշեր նրա վրա է մտածում։ Եվ նա ջրերի գնացքում տնկված ծառերի պես է, որ իր պտուղը տալիս է իր ժամանակին։ Եվ նրա տերևը չի թափվում, եւ ամեն ինչ որ անում է, հաջողվում է նրան։ Հետաքրքիր է։ Այստեղ նույն խոսքն է ասում ինչ որ Նավեյան Էսուին։ Այլ գիշեր ու ցերեկ սրանց վրա մտածես։ Դավիթ առաջ Սաղմոսում ասում է, այլ նա ով գիշեր ցերեկ Աստծո օրենքների վրա է մտածում։ Ուրեմն կան մարդիկ, որոնք գիշեր ցերեկ մտածում են Աստծո խոսքի վրա, այո կան։
Եվ Դավիթն ասում էր առավոտ կանողին արտևանոթներս բացվեցին քո օրենքներից վրա մտածելու։ Ուրախանում է, երբ ինձ ասում էին գնանք Աստծո տուն։ Ինչու չպետք է Դավթի կյանքը դառնար պատղաբեր ու բեղմնավոր։ Թե ինչու Տերը Դավթի հանդեպ ավելի ներողամիտ էր։ Թե ինչու Դավթի անունը ոսկյա տարրով գրվեց Աստվածաշնչի թագավորած բոլոր էջերում։ Ուշադիր կարդացեք, շատ տեղեր կտեսնեք, որ Տերն ասում է չեղավ իմ Դավիթ ծառայի պես մեկը, չեղավ իմ Դավիթ ծառայի պես մեկը, չեղավ։ Ինչու? Որովհետև Դավթի մեջ Աստծո սեր կար, Դավթի մեջ Աստծո սերմ կար, Դավթի մեջ Աստծո երգ կար, Դավթի մեջ ամբողջական Աստծո նվիրում կար։ Նա որպես մարդ կարող էր սխալներ թույլ տալ, բայց Աստծո հանդեպ իր սերը դրանով չէր կորցնում։ Իսկ երբեք քո սիրտը սառնում Աստծո խոսքից եւ եկեղեցուց, երբ որ քո սերը սառնում է Աստծուց։ Դու կարող ես ասել ոչ, բայց սա անժխտելի ճշմարտություն է։ Ես մասում մի քանի տուրենի էր տնկած։ Ես վերջերս շատ զբաղված եմ, մի 10 օր, 15 օր չջրեցի։ Ինձ թվում էր, թե դելա ջրելու չի։ Եկա տեսա մի քանի ծառ թոռոմե տերևները թափվել են։ Չորանալու վրա էին, այ ասեցի, կարներս չորացավ։ Ձեր տվեցի, մշրվեց, թափվեց։ Հիշում եմ առաջին Սաղմոսը, երջերի ափին տնկված ծառի պես պիտի լինի, որ պտուղ կտա իր ժամանակին ու ասում, ու նրա տերևները չեն թափվի։ Իսկ իմ ծառների տերևները թափվեցին։ Փառք Տիրոջ, հելա չէր մեռնել։ Շուշուտ ջրեցի, նա կամաց ցիլա տալիս։ Ուրեմն ով է համոզված, որ Աստծո խոսքը կյանքի գետ է, Աստծո խոսքը կյանքի սերմ է, կյանքի ջուր է, եթե մենք նրա ափին ենք տնկված, անընդհատ կվերցնենք այդ անհրաժեշտ խոնավությունը ու պտուղ կտանք, եւ մեր տերևները չի թափվի։ Իսկ եթե սիրելի քույր ու եղբայր, այսօր դու թոռոմել ես, մեր գյուղի լեզվով ասեմ թոռմշել ես, ոգևոր կյանքում, դա նրանից է, որ դու այդ արվի ափից արդեն շատ ես հեռացել։ Ով է ուզում պտղատու եւ բեղմնավոր կյանք։ Ուրեմն քո սիրտը Աստծո սերմի համար դարձրու պարարտ հող։ Դավիթը Սամոս 119:97-ում ասում է. որքան եմ սիրում քո օրենքը, ամեն օր այն է իմ մտածմունքը։ Բարձր ասա, որքան եմ սիրում քո օրենքը, Տեր։ Որքան եմ սիրում քո օրենքը, Տեր։ Ամեն օր այն իմ մտածմունքն է։ Իսկ ովքին ասա, ով Աստծո մարդ։ Հիշիր, թե որն է քո գործը։ Ամեն հոգևոր գործ չէ, որ քո գործն է։ Եթե դու այն տեղում չես, որի համար կանչված ես, քո հոգևոր կյանքը բեղմնավոր դառնալ չի կարող։ Շատ լավ։ Առաքելական շրջան, եկեղեցին երկրի վրա նոր էր սկսում տարածվել։ Այն ժամանակ եկեղեցու գանձանակից այրիներին եւ որբերին նպաստ էր տրվում։ Եվ այս գործին գլուխ էին կանգնել առաքյալները, բայց սխալ էր, և Տերը թույլ տվեց անախորժություն, և տրտունջ առաջացավ եբրայախոս այրիների մեջ, նպաստերի ժամանակ անտես լինելու պատճառով։ Եվ առաքյալները հասկացան մի բան, որ իրենք պետք չէ, որ սրանով զբաղվեն, որովհետև իրենք իրենց հասանելի գործը թողել զբաղված են մի ուրիշ գործով։ Եվ ինչ տեղի ունեցավ, տեսեք։ Գործ 6:3, 12-ը կանչեցին աշակերտների բազմության ու ասացին. մեզ հաճելի չէ թողնել Աստծո խոսքը եւ սեղաններ սպասարկել։ Եղբայրներ, ընտրեք ձեր միջից վկայալ 7 մարդու, որոնց կնշանակենք այդ պետքերի վրա, իսկ մենք աղոթքի եւ խոսքի սպասավորությամբ զբաղվենք։ Ուստի կան մարդիկ, որոնք հատուկ կանչված են Աստծո խոսքի եւ աղոթքի սպասավորության, սա քո գործն է։ Երբ դու թողես սա ասես ավելով ու մյուս բանով զբաղվել, դու չես օրհնվելու սրանից։ Դու պիտի անես այն, ինչին Աստված քեզ կանչել է որ անես։ Մյուսն է թողանի այն, ինչին Աստված իրեն է կանչել որ անի։ Եվ այստեղից սկսեց զորանալ Աստծո խոսքի ազդեցությունը եւ եկեղեցին սկսեց զորանալ ու աճել։ Ուրեմն առաքյալներին անհրաժեշտ էր որպեսզի այն ինչի մեջ Տերը կանչել է հասկանայի եւ սրան մնային հավատարիմ։ Ուրեմն քո բեղմնավոր կյանքը կախված է ինչից։ Քո պտուղներից։ Ասա Տերն ասում է, ծառը պտղից են ճանաչում։ Բարի ծառը չար պտուղ տալ չի կարող։ Բարի ծառը չար պտուղ տալ։ Չար ծառը բարի պտուղ տալ չի կարող։ Չար ծառը բարի պտուղ տալ չի։ Հակոբոս տեսեք ինչ ասում, 3:11-ում։
Միթե մի աղբյուր նույն ակից քաղցր ու դառը կբխի, եղբայրների միթե կարելի է որ թզենից իթապտուկ տա եւ որդատունը թուզ։ Եվ աղոտ տեղերից քաղցր ջուր չի կարելի ստանալ։ Աղոտ տեղից կարելի է ստանալ միայն գիտեք ինչ շորան ու փուշ։ Այստեղ մեր եկեղեցու այս մասը, որ մենք ուզում ենք բան տնկել, մեր կուրես հող բերեցի լցի։ Ես ասի լավ հող բերեք, տնաշենները գնացին շորանի հետ հողերը, շորակյատի առան եկան։ Ոչինչ չի աճում, բայց հո լավ են շորան չի աճում, մյուս մեկ չեք հավատում, ելեք տեսեք։ Ուրեմն լավ հողը կարևոր է, լավ պտուղ տալու համար։ Եթե մեր սիրտը Աստծո խոսքի համար մենք ընդամենը շորակյատ ենք դարձրել, այս եկեղեցում ես չէ, ուզում եք գնացեք Բենինին բերեք, ուզում եք գնացեք Պողոս Արաքյալին երկինքից բռնեք բերեք ստեղ ձեզ քարոզի, միևնույն է կլինեն երկիկոսներ, որոնք պատուհանից ցած են եկնելու։ Երուն է կան ևտիկոսներ ես եկեղեցում, որ հիմա դուրս կաք ընդեղ կանգնած խոսում են։ Ուզում եք մեկին ուղարկենք դուրս ընդեղ մողվան կայնած խոսում են։ Կապ չունի իրանց համար ինչ է քարոզվում, իրանց չի վերաբերվում է։ Երբ Աստծո խոսքը քեզ չի վերաբերվում, հիշիր Աստծո օրհնություններն էլ քեզ չեն վերաբերվում, Աստծո բժշկությունն էլ քեզ չի վերաբերվում, Աստծո փրկագնությունն էլ քեզ չի վերաբերվում, երկինքի թագավորությունն էլ քեզ չի վերաբերվում, եւ առասարակ փրկությունն էլ քեզ չի վերաբերվում։ Ով կասի ամեն։ Ամեն։ Միայն այստեղ նստողներն ասացին ամեն։ Իսկ դրսին կանգնողները չիմացան մենք ինչին ամեն ասացին։ Ուրեմն քո պտուղները վկայում են քո բեղնավոր կյանքի մասին։ Պատի համար սերմ է պետք, այդ սերմը Աստծո խոստ է, եւ այն մեր սրտերի մեջ պետք է ընդունենք եւ ժամանակ է պետք որպեսզի այն պտուղ բերի։ Հովհաննես ավետարան 15-րդ գլուխ 1-ից 16, մի քիչ արագ կարդամ, որտեղ սրա վրա խոսելիք ունենք։ Ես եմ ճշմարիտ որդատունքը եւ իմ հայրը մշակն է։ Ամեն ջուղ, որին վրա է եւ պտուղ չի բերում, նա կտրում է այն։ Եվ այն ամենը, որ պտուղ է բերում, էտում է, որպեսզի առավել պտղաբեր դառնա։ Մնացեք իմ մեջ եւ ես ձեր մեջ։ Ինչպես ջուղը, որ ինքն իրեն պտուղ չի կարող բերել, եթե որդատունքի վրա հաստատված չլինի, նույնպես եւ դուք, եթե իմ վրա հաստատված չլինեք, ես եմ որդատունքը, իսկ դուք ջուղերը, ով բնակվում է իմ մեջ եւ ես նրա մեջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետեւ առանց ինձ ոչինչ անել չեք կարող։ Եթե մեկը իմ վրա հաստատված չէ, նա ջուղի պես դուրս կնետվի եւ կչորանա, եւ կհավաքեն ու կրակը կնետեն ու կայրվի։ Եթե իմ մեջ մնաք ու իմ խոսքերն էլ ձեր մեջ, ինչ որ ուզենաք խնդրեցեք ու պիտի տրվի։ Իմ հայրը փառավորված է նրանով, որ դուք շատ պտուղ բերեք ու իմ աշակերտները լինեք։ Ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ ես ընտրեցի ձեզ եւ ձեզ կարգեցի, որ դուք գնաք եւ պտղաբեր լինեք եւ ձեր պտուղը մնա։ Մեկ երկար կարդամ, ինչու՞ սկսել։ Վերլուծենք։ Մշակը հայրն է, երկնքի Աստված։ Այսինքն, այգու մշակողը, այգու տերը կամ այգու տնօրենը, ուրեմն եկեղեցու տնօրենը, դիրեկտորը Աստված է, հայրն է։ Ինչ է անում հայրը։ Հայրը եկեղեցու համար դրեց իր որդին որպես ճշմարիտ որդատուն։ Իսկ քեզ որպես ջուղ այդ որդատուկի վրա հաստատված։ Եվ ինքը գալու է քեզից պտուղ ստանալու։ Նա գիտի, որ դու պտուղ չես կարող տալ, եթե չհաստատվես Քրիստոս որդատունքի վրա։ Իսկ եթե պտուղ չտաս, քեզ պետք է կտրի մգրատով, ով ասկի էդ արեց կամ տեսե ոնց է կարող։ Չկտստում են ու գցում են կողմ, դրանից լավ արքա ալում, լավ խորոված ալում, բայց պտուղ չեն սպասում։ Եվ դեռն ասած, ճշմարիտ որդատունքն եմ ես։ Ուրեմն կարող է որդատունք լինել, որ ճշմարիտ չլինի։ Այո։ Եվ դեռն ասած, որ ինձանից առաջ նրանք ովքեր եկան, գողեր էին ու ավազակներ, իսկ ես եկա որպեսզի կյանք ունենան եւ ավելին ունենան։ Ուրիշ որդատունք չկա ճշմարիտ որդատունքը Քրիստոսն է։ Ուստի ձեր հավատքը հաստատեք Աստվածաշնչի վրա, ոչ թե կողմնակի որևէ գրականության, ինչպիսի հեղինակություն ուզում է այդ անձնավորությունը լինի աշխարհում։ Համաձայնեք սրան։ Մարդիկան ձերտերին ուրիշ գրքեր ասում են, «Էս ինչ է սենց ասել, լին սենց դու լին շատ բան ասել, դու Քրիստոսի ասածն ասա ինձ։ Լին 10 լավ բան ասել, 2 հատ էլ ուրիշ բան ասել։ Դու այդ 2 հատը 10 հետ խառնված ընդունում ես։ Դու կարդա Աստվածաշունչը, սա է քո հավատի հիմքը, ոչ թե որևէ մի անձնավորության գրականություն։ Եվ շատերը լին համարում են 20-րդ դարի առաքյալ ինչպես Պողոս առաքյալը, ոնց է Պողոսը գրելա, կարելի է, լին չի կարելի։ Ահա խնդրեմ, ինչ է նշանակում Աստվածաշնչից հեռացած քրիստոնյայի կյանքը։ Ու մտածելակերպ։ Դրա համար իրենց մոտ ամեն ինչ կարելի է։
Ճյուղերը մենք ենք եւ հաստատում ենք որդատունկի վրա։ Ոմանք հաստատված են որևէ աղանդների վրա, ոմանք հաստատվում են որևէ գաղափարների վրա, ավանդույթների վրա կամ մարդկային ուսմունքների վրա, մինչ Քրիստոսն ասաց, որ իմ վրա պիտի հաստատվեք։ Հիսուսն ասաց, որ ով իմ վրա է հաստատված, պտուղ է բերում։ Կարող են նաև լինել ճյուղեր, որ Քրիստոսի վրա է հաստատված, բայց պտուղ չի բերում։ Այո, կարող է լինել։ Եվ դեռ ասած, այդպիսներին կտրում դուրս են շփոթում։ Որտեղ ասած, նա ով իմ վրա հաստատված է, բայց պտուղ չի բերում, պիտի կտրվի ու դուրս ներվի։ Ուրեմն սա էլ է նարատիվ։ Ղուկաս ավետարան 13:6։ Մի մարդ իր այգում մի թզենի էր տնկել։ Եկավ նրա վրայից պտուղ փնտրելու ու չգտավ։ Այգեգործին ասաց, ահա 3 տարի է որ գալիս եմ պտուղ փնտրելու ու չեմ գտնում։ Արդ կտրիր այն, քանի որ իզուր է հողը զբաղեցնում։ Այգեգործ ասաց տերին, դրան այս տարի է թող, մինչև որ նրա շուրջը փորեն, աղբ գցեն, գուցե թե պտուղ տա, ապա թե ոչ, մի տարուց հետո կկտրես այն։ Ասա, ապա թե ոչ, մի տարուց հետո կկտրես այն։ Այսինքն կտրելը անխուսափելի է դառնում։ Ով զգաց, որ պտուղը կարևոր բան է։ Եվ Աստված սա քեզնից կուզի։ Սա կուզի քեզնից։ Ինձնից էլ կուզի։ Եվ մենք կարիք ունենք սրա վրա խորելու, մտածելու, աղոթելու։ Այս առակից համոզվում ենք, որ անպտուղ ծառը վաղ թե ուշ կտրվելու է, եւ Տերն ասաց, որ պտուղ տվողջունն էլ էտում են, որ առավել պտղատու դառնա։ Պտուղ տալու համար Տերն ասաց, մնացեք իմ մեջ եւ ես ձեր մեջ։ Սա նշանակում է, ասա, Աստծո խոսքը մեր մեջ, Աստծո կյանքը մեր մեջ, Աստծո սերը մեր մեջ, Աստծո երկրպագությունը մեր մեջ, իսկ նա մեր սրտերում, մեր սրտի խորանում որպես քահանայապետ։ Սա մեր հաղորդակցությունն է Աստծո հետ եւ որդատուկի հետ։ Իր մեջ նշանակում է որդատուկի վրա հաստատված։ Որպես այդ որդից կյանքի հոսանքը կամ կյանքի հոգի ներթափանցին մեր հոգիների մեջ եւ մեզ դարձնի պտուղ։ Ուրեմն այստեղ արդեն ոչ թե խոսում է պտուղ տալու մասին, այլ շատ պտուղ տալու մասին։ Ուրեմն պտուղը մի հասկացողություն է, երկրորդը Տերն ասում է եւ շատ պտուղ տա։ Ձեր մեջ ոմանք պտուղ պետք տան, իսկ ոմանք շատ պտուղ պետք տան։ Համաձայն եք։ Օրինակ Փիպե քույրիկը պատխատու քույրիկ էր։ Ավետարանը հատուկ է շեշտում այդպիսիներին պատվական անձ։ Բայց Պողոսի հետ համեմատելով Պողոսը շատ պտուղ տվող անձ է։ Փիպեն պտուղ տվեց, Պողոսը շատ պտուղ տվեց։ Ո՞վ կասի ամեն։ Ամեն։ Շատ լավ։ Ուրեմն իսկ առանց Քրիստոսի մենք ոչինչ անել չենք կարող։ Ողքինիդ նորից ասա։ Ասա, պտուղ։ Սա շատ կարևոր է։ Պտուղ չունեցող ծառը կտրվում է եւ կրակն են էտում։ Իսկ պտղատու ճյուղը էտում են, որն առավել պտուղ տա։ Արքին ասա, հայրը փառավորված է քո շատ պտուղ տալով։ Դա քո բեղնավոր կյանքի արդյունքն է, որովհետեւ դու կոչվես Քրիստոսի աշակերտ։ Նա ընտրեց քեզ եւ ոչ թե դու։ Նա կարգեց ինձ եւ քեզ, որ գնանք եւ պտուղ տանք։ Նա կարգեց ինձ եւ քեզ, որ գնանք։ Եվ մեր պտուղը մնա։ Եվ մեր պտուղը մնա։ Իսկ ինչ պտուղի մասին է խոսքը։ Ինչ պտուղի մասին է խոսքը, որը դառնում է իմ եւ քո կյանքի, հոգեվոր կյանքի վերնավոր մասը, կյանքով հրի մասը եւ կյանք ծնող մասը։ Ասեմ, Գաղատացի 5:22-ն ասում է. Հիմա տեսեք թե ինչ պտուղ է ուզում Աստված։ Եվ հոգու պտուղն այս է. սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատ, հեզություն, շուշկալություն։ Ես սրա նման բաներ։ Սրանք են որ բխում են Քրիստոսի Սուրբ Հոգուց եւ մեզ դարձնում են պտղատու։ Սրանք Քրիստոսի Հոգուց են գալիս մեր մեջ։ Ես ա մեզ համար անհրաժեշտ է որ կենթանի ասո կենթանի խոսքը բնակվի մեր սրտերի մեջ որպես կյանքի սեր։ Ուրեմն առաջին պտուղ, երկրորդ ասած ավելի պտուղ, երրորդը շատ պտուղ, չորրորդը որ ձեր պտուղը մնա։ Նորից ասեմ, երկրորդ խոսք պտուղ, 5-րդ խոսք ավելի պտուղ, 8-րդ խոսք շատ պտուղ, 16-րդ խոսք եւ ձեր պտուղը մնա։ Այսօր շատերը ձգտում են պարգևների։ Վատ չէ, բայց հիշեք մի բան, պարգևները երկեկի թագավորություն չեն գալու ձեր հետ միասին։ Ոչ մի պարգև երկեկի թագավորություն չի մտնի։
Ուզում եք համոզվեք, կարդամ տեսեք սրանցից որը կտանեք ձեր հետ։ Եթե կտանեք, վերցրեք։ Երկնքում առաքյալներ պետք չեն։ Ով կասի ամեն։ Երկնքում մարգարեներ պետք չեն։ Վարդապետություն պետք չի դեր։ Զորություններ գործող պետք չի դեր։ Բժշկություն անող պետք չի, որտեղ հիվանդ չի լինի։ Օգնել, կառավարել, լեզուների թարգմանություններ, լեզուների տեսակներ երկնքում պետք չեն լինի։ Սրանցից ոչ մեկը չի գնա երկինք։ Սրանք նման են շինարարության մեջ օգտագործվող իսկյալաների։ Ով է իսկյալատեսը։ Օրինակ որ գաչ են անում կամ ինչ-որ բան են անում, փայտից հարկում են ասած իշաբոտումների նման տախտակները դնում են, սրանց ասում են իսկյալա։ Այդ իսկյալը շատ կարևոր է տունը սարքելու, վերանորոգելու համար։ Բայց հենց որ ամեն ինչ բրծա, իսկյալը դնում են սերվանտի գլխին, հա? Ինչ են անում դրանք։ Հա? Հալում շփրտում են դուս։ Պատվալն են տանում։ Այսինքն այլևս դրանք տան մեջ պիտանի չեն։ Ես այնպես եմ կարծում, որ Նոյի ժամանակներում մենակ Նոյը իր 3 տղայի հարցների չէր կարող այդ հսկայական գիգանտ նավը սարքել։ Վերջապես այնց հսկայական գերաններ են եղել, որ այդ 3-4 հոգով այդ կանայք չէին կարող վերցնել։ Նոյը հաստատ ունեցել է գործավար շինարարներ։ Հողատվել ու աշխատել են տապանի վրա։ Հետաքրքիր է, որ նրանք աշխատեցին 100 տարի, պատրաստեցին աշխարհի ամենահրաշալի նավը եւ իրենք դուրս մնացին այդ նավից չբրկվելով անդերձ։ Իրանք եղան իսկյալեքի պես։ Պետք եկան շինարարության ժամանակ, բայց չմտան Աստծո հանգիստը, չմտան Աստծո փրկության տապանը։ Ումն է պետք քո այսօրվա քրիստոնեությունը, որ կաշխատես ու հավա հանգած պետք չմտես այդ հանգստի մեջ։ Արժեք չունի։ Շատ է։ Մատթեոս ավետարան 5-րդ գլուխ 13-ից 16։ Դուք եք երկրի աղը, սակայն եթե աղը անհամանա ինքն ինչով կաղվի, այսինքն ոչ մի բանի վրա չի ազդի, այլ միայն դուրս կթափվի եւ կդառնա մարդկանց ոտքի փոխան։ Դուք եք աշխարհի լույսը, մի քաղաք, որ լեռան վրա է կանգնած չի կարող թաքնվել, եւ ճրակ չեն վառում ու դնում գրվանի տակ, այլ աշտանակի վրա եւ նա լույս է տանում բոլոր նրանց, ովքեր տան մեջ են։ Թող այսպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, ուշադիր լսեք, որ տեսնեն ձեր բարի գործերը ու փառավորեն ձեր հորը, որ երկնքում է։ Ուրեմն, բարությունը հոգու պտուղ է, լույսը հոգու պտուղ է, համը հոգու պտուղ է։ Սրանք են քո բեղնավոր կյանքի արգասիքները։ Ասա պտուղ։ Սա կարևոր բան է։ Անպտուղ անձը պրոբլեմ է ունենալ։ Ուշադրություն դարձու քո սրտին։ Ովքինիդ ասա, ուշադրություն դարձու քո սրտին։ Քանի որ կյանքի ելքը դրանից է։ Եվ մարդու աչքերը ու ականջները դրանք դեպի սիրտ տանող երկու գլխավոր պողոտաներն են։ Ուշադրություն դարձու քո պողոտաներին։ Դու գիտեք, որ մարդը իր կյանքի ամենամեծ ինֆորմացիաները ստանում է առաջ աչքերով։ Երկրորդ ինֆորմացիաների ամենամեծ ուղին դեպի մեր ներսը տանող ականջներն են։ Ինչի ես տվել քո աչքերը եւ ինչի ես տրամադրել քո ականջները, սրանք կարևոր դեր են հանդիսանալու, թե քո այս սիրտը ինչով կլցվի, որովհետեւ դեպի պողոտաներն են, դեպի մեծ մայր արուներն են, Լենա գետի պես մեծ գետերն են, Միսիսիպիի պես մեծ գետերն են, որոնք քո սիրտը ինչ-որ բան են տանելու։ Ինչի որ տրամադրես, կամերան ինչի վրա ուղղես, այդ է ցույց տալու։ Քո աչքերը ինչի վրա ուղղես, այդ է տեսնելու։ Ինչ տեսար, դրանով ես լեցվելու։ Ինչով լեցվեցիր, սա է դառնալու քո պտուղը։ Բայց թշնամին էլ է ուզում քո մեջ ինչ-որ բան լցնել, որի պատճառով ինքը շատ լավ գիտի քո այդ երկու ինֆորմացիաների մեծ պողոտաները ինչով զբաղեցնի, որ Աստծո խոսք քիչ թափանցի քո մեջ, որ դու չհաղթես, որ դու պարտվես։ Իսկ մենք սա պետք է հասկանանք։ Եվ այսօրվա քարոզի նյութը հենց սա է։ Կամպյուտերների մեջը այն կամպյուտերները, համակարգիչները, որոնք կապված են հատկապես ինտերնետի հետ, գոյություն ունի անտիվիրուս, հակավիրուս։ Այդ անտիվիրուսը անընդհատ փոխվում է։ Այսինքն թշնամին, հակերները անընդհատ հնարում են մի հատ նոր վիրուս, այդ վիրուսի վրա գրում են սեր, գցում են ինտերնետ։ Մի հատ իմ քո նման անխել մարդ բացում տենում է, ես սիրում եմ քեզ, ծրարա։ Չէ, բացում է, վիրուսը լսում է կամպյուտերը, արկը քեզ սիրեմ, կամպյուտերը կախեց, անջատվեց, էլ չաշխատա։
Բա ինչ անենք, որ այդ անտիվիրուսը չլցվի մեր կոմպյուտերը, այդ վիրուսը։ Դրա համար մշակում են ծրագրեր անտիվիրուս։ Եվ ամեն անգամ, որտեղ այդ անտիվիրուսը առնում ես, լցնում ես քո կոմպյուտեր, որը ճանաչում է վիրուսները, հենց վիրուսով ինքն ասում է վիրուս կա, չփասես։ Թշնամին թարմացնում է նոր վիրուս ստեղծում, որ քո անտիվիրուսը չգիտի։ Այս անգամ վիրուսը գալիս է, քո բլել անտիվիրուսը չի ճանաչում նոր վիրուսին, նորից թույլ է տալիս որ լցվի քո կոմպյուտերը։ Դրա համար կներեք կոմպյուտերը բացառել, դրա համար անընդհատ քո անտիվիրուսը պետք է կապված լինի ինտերնետին ամեն օր update անելու, update-ա կոչվում է դա։ Այսինքն ամեն օր քո անտիվիրուս ծրագիրը պետք է ճանաչի նոր դուրս եկած վիրուսներին, ճանաչեցնի քո կոմպյուտերին, որ նոր վիրուսը քո մեջ չթափանցի։ Սիրելի քույր եւ եղբայր, սիրելի քրիստոնյա, 200 տարի առաջ Աստծո խոսքը ընդունել ես, երկու բան սովորել ես։ Այսօր դու կարիք ունես շատ ու շատ նոր բաներ լսելու, ամեն օր քո սիրտը պետք է կապի երկնային ինտերնետին, որը քեզ նոր գիտություն կտա նոր վիրուսների մասին, որ քո ճշտամին ստեղծել այսօր 20-րդ դարում։ Ով հասկացավ իմ ասածը։ Մի քիչ գոնե պատկերացրեցի։ Շատ լավ։ Սա կարևոր է։ Ահա։ Դրա համար դերը տեսեք ինչ պատմեց։ Մատթեոս ավետարան 13:24 մի մարդ իր արտուն բարի սերունդ ցանեց։ Երբ նրանք քնած էին, ճշտամին եկավ եւ որոն ցանեց, իր վիրուսները ցանեց ու փախավ։ Եվ ծորենը բուսավ, դրանից հետո որոնն էր բուսավ։ Որտեղից ասացին ծառաները, Տերն ասաց ճշտամին է ցանել։ Բայց չէ որ դու բարի սերունդ ցանեցիր Տերն ասում է։ Բայց որտեղից այդ որոնները։ Տերն ասաց ճշտամին արեց։ Ասացին գնանք քաշենք Տեր այդ որոնները, Տերն ասաց ոչ։ Միգուցե ծորենն էլ վնասեք եւ արմատախիլ անեք։ Թող միասին աճեն մինչև հունց եւ այդ ժամանակ ես նրանց կառնազնացնեմ։ Ծորենը գավակի իմ շտեմարանում, իսկ հարտը կայրեմ անշեջ գրակով։ Ցավոք սրտի ըստ Քրիստոսի բացատրության ասում էր, որ եկեղեցում կան երկու դասի հավատացյալներ։ Ծորեններ եւ որոմներ։ Որոմը այստեղ ասում է նրանց ովքեր սատանայի որդիներ են։ Կներեք մի ձեր վրա վերսեք անմիջապես, բայց սա հնարավոր հավանական է ու սպասելի։ Ասած ծորենը արքայության որդիներն են, որոմը չարի որդիներն են։ Սատանան էլ իրենն է ցանում եկեղեցում, որպեսզի եկեղեցու միջից իր ուզածը ստանա։ Դրա համար էլ աշխարհում որ եկեղեցին ուզում եք գնացեք աշխարհի ամենալավ եկեղեցին, միշտ խնդիրները պետք է ծնվեն։ Միշտ հակասություն խոսողները պետք է ծնվեն, միշտ վարկաբեկողները պետք է ծնվեն, միշտ չհավանողները պետք է ծնվեն, միշտ մարդիկ պետք է լինեն, որոնք պետք է բեր դառնան Աստծո արքայության գործին, չեն անի ոչինչ, ու կքննադատեն ամեն ինչ։ Իսկ մենք պետք է հասկանանք, որ Տերն ասեց, եթե քաշեմ, չէ, նրան որ քաշես, կողքին էլ կվնասես, որովհետև կողքինը ծորենա, բայց կպածա նրա հետ միասին աճում։ Սպասենք մինչև հունց։ Սիրելի իմ քույր եղբայր, ես առաջին ինձ եմ ասում, ես այնքան եմ ուզում, որ ծորենը լինեմ, այնքան եմ ուզում, որ Աստծո շտեմարանի մեջ լինեմ։ Դրա համար ես սա եմ ընտրում իմ համար, իմ սիրտը սրան եմ բացում, սրանց ավելին իմ համար խոսք գոյություն չունի։ Ամենամեծ մարգարեական խոսքը սրանից ցածր է։ Եվ ամենամեծ մարգարեական խոսքը սրանով եմ ուզում ստուգել։ Եթե սրան չի համապատասխանում, ինձ պետք չի։ Ով կուզի այդ ասի, Գաբրիելն էլ կա ասի, մի ընդունեք։ Շատ լավ։ Պտուղ, որն է քո պտուղը։ Սրանով էլ երևա թե ինչ ծառ ես դու, մեկ ասում են ինչ թութ ես դու, ինչ պտուղ ես դու, ինչ ծառ ես դու։ Ուզում եմ մի պահ Պողոս առաքյալի վրա կանգ առնենք, կարճ կա, մի 10 րոպեից կվերջացնեմ ամենաշատը։ Պողոս առաքյալի կյանքը բեղմնավոր կյանք էր թե ոչ։ Մի մարդ, ով գիտեր թե ինչի համար է ապրում։ Մի մարդ, որի սիրտը բաբախում էր ամեն օր ու ամեն ժամ Աստծո գործի եւ Աստծո եկեղեցիների համար։ Նա իր անձը գրել ասում է, ես ծախսում եմ ու ծախսվում ձեզ համար։ Երկնքում Պողոս առաքյալը խաղելու է իր կյանքի վաստակը ու չի փոշմանելու, որ այդպես ապրեց երկրի վրա։ Ով կասի ամեն։ Շատ լավ։ Իսկ ես ու դու, լասա որն է քո վաստակը։ Երբ որ հետ նայենք մեր ապրած կյանքին քրիստոնեական, այնտեղ պարծանք կտեսնենք, թե ափսոսանք։ Թե ինչի ես ինձ արի, ինչի այսպես չապրեցի, ավելի լավ կարող անալ, ավելի շատ բան կարող անալ, մեկը անցավ գնաց։ Շատ լավ։ Միևնույն է, մեր կյանքը գնում է առանց դադարի, իսկ գործը գալիս է մեր հետևից։
Եվ հայտնության թղթում գրված է Երանի նրանց որ ննջեցին ի Տեր, այս է ասում հոգին, հանգստացան իրենց տգնություններից եւ իրենց գործերը գնացին իրենց հետևից։ Հանգստացան ինչից? Իրենց տգնություններից։ Ինչը գնաց իրենց հետևից? Իրենց գործերը։ Տիրոջմով ննջելը լավ է։ Կողքին դասա տիրոջմով ննջելը լավ է։ Ննջի։ Բայց Երանի ննջողներին չի, ասում է տգնություն անողներին է, ոչ թե Աստծո կյանքը անիմաստ վատնողներին։ Այստեղ երանությունը տվեց տգնողներին, որոնց քրտնաջան աշխատանքի արդյունքը իրենց հետևից գնաց։ Ինչերի մեջ տգնողների, ասեք դաշտերի, սադաղների բազարների, անասնագոմերի։ Դրանք պետք են, ունեցեք, բայց նրանց վրա մի տգնեք, կարծես ձեր կյանքի իմաստը դա է։ Ինչը պետք է գա մեր հետևից։ Ասա, տունը քո հետևից չի գա։ Լավ տեղաշորները քո հետևից չեն գա։ Քո հետ ասած մի հատ տեղաշորը չեն տնի։ Ասա մենք պրոստ եմ պրեգուտակը, ու վերջ։ Չոր, դեսվեի վրա գտնեն, գտանեն։ Ասա, բաղջեն քո հետևից չի գա։ Սերիալները քո հետևից չեն գա։ Այսօրվա ամբարիշները, որոնց բամբող սիրտը նվիրել ես քո հետևից չեն գա։ Մի օրինակ բերեմ ձեզ։ Ուրեմն ովքեր որ հերո օրինակ ասենք Ամերիկայի են եթում կամ գալիս են, չէ՞, գիտեք, ասենք մարդիկ կա շատ, վեշերը շատ ալնում, այդ ինքնաթիռը վեշերը իր հետ չի բերում, ուղևորի հետ վեշը չի գալիս։ Վեշերը գալիս է մի հատ ուրիշ սամալյոտով։ Ուրեմն թռնում գալիս է կամ եթում է, հետո մի երկու օր հետո կվիտանցիա ստանում, որ քո վեշերը եկել են, արի տա։ Գիտեք ով է եթում իր վեշերը տանելու։ Ով որ վեշ ունի։ Կարող է ես ասեմ, ես էլ եմ վեշ բերեմ, բայց որ դու վեշ չունես, այդպես ինչ բերես։ Լավ, գնացինք երկինք, այս հայտնության թղթի մեր գործերը պետք է մեր հետևից գան։ Ու մի օր պատկերացնում եք երկինքում եք կվիտանցիաները բաժնեցին, որ գնացեք ձեր վեշերը ստանալու երկրի վրայից ձեր հետևից եկած վեշերը ստանալու։ Սաղ վազեն, գիտես։ Ուր ես վազում։ Կվիտանցիա։ Դու քո կյանքի վաստակը ունես, որ վազում ես։ Վազում ես ինչ ստանաս։ Ես ուզում եմ քաջալերել, որ դուք այնպես վաստակ ունեցեք, որտեղ երկու ձեռների 10 մատերը, ոտերի 2-10 մատերն էլ հետը երկինքի թագավորության մեջ 20 մատեր կողքիներից փոխարնեք գումարեք, ձեր կվիտանցիաները չերիքեն ձեր կյանքի բարի վաստակը ստանալու համար, ձեր բեղնավոր կյանքը ստանալու եւ շարունակելու համար։ Ով կասի ամեն։ Եվ վաստակավորներն ասեն ամեն։ Այսպես էլ երկինքն է։ Քրիստոսի առաքյալներն ասացին Տեր ամենք ամեն մաթողեցին ու եկանք քո հետևից։ Արդ ինչ է լինելու մեր վարձքը կամ մեր վերջը։ Այսինքն մենք քեզ հետևեցինք, նվիրվեցինք քո գործին, արդյունքը ինչ է լինելու Տեր։ Տերն ասաց. կստանաք հարյուրապատիկ այս կյանքում եւ գալիքում շարունակեք հավիտենական թագավորությունը։ Վիճում էին աշակերտները, ով ամեր մեջ մեծ, Տերն ասաց. ձեր միջի մեծը ձեր ծառան է, այսինքն ձեր սպասավորը։ Սպասավոր, սա ծառան է։ Ասո գործի եւ ասո մարդկանց ծառան է։ Ով ուզում մեծ լինել երկինքի մեջ, երկրի վրա ընտրեք ծառայությունը։ Պողոս առաքյալը դեռ չմեռած ինքը տեսավ իր կյանքի վաստակը։ Երանի են մարդին, որ Տերը նախորդ ցույց է տալիս քո ստացածը։ Կարդամ. բարի պատերազմս պատերազմեցի, ընթացքս ավարտեցի, հավատս պահեցի։ Եվ հիմա ինձ է սպասում արդարության պսակը, որը Տերը տալու է ինձ, եւ ոչ միայն ինձ, այլ նաեւ բոլոր նրանց, ովքեր սիրեցին նրա հայտնությունը։ Բայց այս ամենից առաջ գրում է Երկրորդ Տիմոթեոս 4:6, վասնզի ես արդեն զոհ ըլլալու նվիրված եմ ու իմ մեկնելու ժամանակը հասել է։ Գիտեր, որ հաջորդ օրը իրան կսպանեն, եւ ինքը հետ նայեց ու Տերը ցույց տվեց, որ վերջացած է իր պատերազմը հաղթանակով պսակված։ Ասա սիրելի քույր ու եղբայր, խնդրում եմ մեզի լավ ասա։ Ասա այստեղ լոկ հավատալը խնդիրը չէ։ Այստեղ լոկ հավատալը, այլ հավատը պահելը։ Բայց ո՞րն է քո հավատի պահելը։ Հավատը լսելուց է լսելն Աստծո խոսքից է։ Ասա, Աստծո խոսքից, որը դու կամ ընդունում ես եւ պահում, Աստծո խոսքից, որը դու կամ ընդունում ես եւ պահում, կամ արհամարում ես ու մերժում։ Կամ արհամարում ես ու մերժում։ Շատ լավ։ Վերջացնում եմ։ Հոգևոր կյանքը պատերազմ է ու դու զինվոր։ Դու կամ լավ զինվոր ես կամ սաչոք։ Եվ այս կյանքի պատերազմը բարի պատերազմ է ընդդեմ չար ուժերի։ Եվ այս չար ուժերին դու բարիով ես հաղթելու, երբ Պողոս առաքյալը հաղթեց։ Ուրեմն այն օրվանից, երբ որ դու սիրելի քույր եղբայր, սկսեցիր քո հոգևոր կյանքի ընթացքը, այդ օրվանից դու գտնվում ես պատերազմի մեջ։
Այս պատերազմում ոմանք չսկսեցին, ոմանք կեսից թողեցին ու հեռացան, նրանք պսակ չեն ստանալու, պսակ ստանում են նրանք, ովքեր իրենց ընթացքը ավարտում են մինչև վերջ, հավատը պահում են այս պատերազմի ընթացքում։ Ուրեմն, պսակը հաղթողների համար է, պտղատու բեղնավոր կյանք ունեցողների համար է, Քրիստոսի լավ զինվորի համար է, իսկ դու զինվոր ես արդյոք թե ոչ։ Կարդամ։ Երկրորդ Տիմոթեոս 2:4 Զինվորը այս կյանքի գործերով չի զբաղվի, որպեսզի զորավարին հաճելի լինի, եւ մրցորդը պսակ չի ստանա, եթե օրենքի համաձայն չմրցի։ Աշխատող երկրագործը պետք է նախ ինքը պտուղը վայել է, եւ Քրիստոսի զինվորը իր կյանքը ապրում է Քրիստոսի համար եւ ոչ միայն շռայլում է ինչի պատահի։ Դա Քրիստոսի համար մեռնելն է։ Այս խոսքը հավատարիմ է, վասնզի եթե անօրետ մեռանք, անօրետ պիտի ապրենք, եթե համբերենք, անօրետ պիտի թագավորենք, եթե իրեն ուրանանք, նա էլ մեզ պիտի ուրանա, եթե չհավատանք, ինքը հավատարիմ է եւ իր անձը ուրանալ չի կարող։ Երկրորդ Տիմոթեոս 2:11 Կանգնեք ոտքի խնդրում եմ։ Քրիստոսի պտղատու եւ բեղնավոր կյանք ապրելու համար անհրաժեշտ է մեր սրտերը պատրաստ լինի նրա համար որպես պարարտ հող։ Այլապես քո պտուղը կամ չի լինելու կամ մժღոր է լինելու։ Ով է պատահել, որ բերք է ստացել, բայց մժղոր մանր է եղել, որ տարել է սադակ լոտրան, ով է գին տվել, ոչ մեկը, ով է դրա վրա գիշեր, ոչ մեկը, կարևորը ինչ պտուղ ենք բերում մենք, պետք է լավ պտուղ բերես, քո ծիրանը, քո դերձը, քո պամիդորը, քո բարունգը պետք է այնց լինի, որ մարդիկ նայեն, վազեն քո բերքին, ասեն, ես ինչ ծիրանա, վրան մի հատ խալ չկա, ես ինչ պամիդորը ընտի, այն առաջվա պամիդորներն է, մենք այն ցախերը չի։ Ուրեմն կարևոր է, որ մենք ունենանք մեր լավ բերքը, մեր բեղնավոր կյանքը, մեր նվիրված կյանքը, որի համար վերջում մենք չենք ափսոս։ Եթե դերեք ամենահաջորդ անգամ կշարունակենք այս, որը կդառնա հոգևոր աճը։ Համաձայն եք։ Բերեք մեր անձերը Տիրոջը։